ինքն իրեն խայտարակող կամ կործանող մարդը սովորաբար առանց գիտակցելու կործանում են նաև այլոց։ Ինչպես։ Շատերի մտքով էլ չի անցնում, որ ցանկացած զրույցի մեջ կլինի բարկացած զրույց, արդարացում, մեղադրական եւ այլն, անվանական խոսելիս ավտոմատ խայտարակում կամ գովաբանում ենք նրան, ում անունը տվեցինք քիչ առաջ։ Օրինակ, ներկայանում եք որևէ մեկի կամ բրենդի անունից։ Այսինչի ընկերն եմ կամ աշխատել եմ այս ընկերությունում ու լավ գիտեմ, որ այսինչ հարցը սենց է։ Դուք ավտոմատ անվանակցին ներքաշեցիք զրույցի մեջ։ Եթե պատվով դուրս գաք այս հարցից, պատիվ կանեք նաև իրեն։ Եթե խայտարակվեք այստեղ, հից կքաշեք նաև նրա անվան վրա։ Կամ երբեմն մեկնաբանություններում հայհոյախառն կարծիք են գրում ու իրենց էջում նշված է, որ իրենք այսինչ բրենդի աշխատակիցն են, կամ նկարներում երևում է, որ այդ բրենդի լոգոյի տակ են կանգնած, վարում են այդ բրենդի մեքենան, ունեն հրապարակված նկարներ որևէ ընկերոջ, երեխայի կամ բարեկամի հետ եւ այլն։ Բոլոր դեպքերում իմացեք, որ ոչ պաշտոնապես, բայց ներկայացնում եք նաև նրանց ձեր հայհոյախառն կամ բարոյական, անբարոյական պահվածքը։ Մեկնաբանություններում թե առօրյա խոսքում ուղիղ ստվեր է գցելու բոլոր մարդկանց կամ բրենդների վրա, որոնց անունը այս կամ այն կերպ կապվել է ձեզ հետ։ Փորձեք ապրել եւ խոսել մաքուր, կամ էլ գոնե հրաժարվեք անընդհատ այլոց անուններ կիրառելուց, որպեսզի ձեզ հետ չխայտարակեք նաև մյուսներին։